Իսկ նախորդ քննարկման ժամանակ մենք չգիտենք դրա մասին։ Ես կարծեմ նշել էի կամ ոչ, բայց դա ուղղակի ոչ արձագանք իրալի գիտություն ընդունելու մասին հայտարարություն։ Ես պարզապես քանի որ գիտեմ նաև Եվրոմիության աշխատանքի ոճը, աշխատալը թևը եւ այլն, ըստ էության իրանք երբեք չեն սպասում երկրորդ կամ երրորդ ընթերցումներին, այլ եթե կա քաղաքական որոշում, իրանք այդ քաղաքական որոշումի սկզբանե ինչ որ ձևով կամ ողջունում են կամ ընդառաջում են կամ դրական են արձագանքում կամ չեն արձագանքում, ինչևից է։ Ես ճիշտ հասկացա, որ նախաբանը փոխվել է եւ հիմա կոնկրետ նպատակներն են նշվում այս օրենքի։ Չէ, նախորդում նախաբանը։ Նախորդում էլ է նշվում կոնկրետ նպատակները, ձևակերպումն է փոխվել։ Նախորդում Օրինակ տարբերություն նախորդի հետ կապված որն որտեղ ես չունեմ փաստաթղթի նախագիծ։ Հեսա մի քանի րոպեից խնդրեմ նախորդի օրինակը կուղարկեք ինձ։ Եթե այլ դիտարկումներ կան, ես հեսա ձեր մոտ կա։ Պարոն Զայնալյան։ Ինչևից է, ամեն դեպքում ես կուզենայի իմանալ, ճշտել հատկապես անվտանգության ոլորտի հետ կապված մեր ակնկալիքները որոնք են օրենքը ընդունելուց հետո գործընթացների առումով։ Խնդրեմ, պարոն Զայնալյան։ Ես ներկայացնում եմ առաջին տեքստը, որը հաստատվել է նախաձեռնող խմբի կողմից եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել։ Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած բարեկեցիկ երկիր, հայտարարում է։ Սա վերախմբագրվել է հետևյալ տեքստին։ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը հայտարարում է։ Այս փոփոխությունը առաջադրվել։ Վերախմբագրվել է։ Հիմա այնուամենայնիվ անվտանգության ոլորտում մեր ակնկալիքները որոնք են։ Եթե մնացած ես քիչ թե շատ պատկերացնում եմ ԵՄ-ի ֆունկցիաները եւ գործունեության ոլորտները, անվտանգությունը մի քիչ չեմ ճիշտ ասած չեմ պատկերացնում։ Պարոն Զայնալյան։ Խնդրեմ։ Այն ապահովությունը, որը կա Եվրոպական միությունում, մենք ակնկալում ենք Եվրոպական միության անդամակցելու գործընթացի ընթացքում ստանալ, որ տարածվի Հայաստանի Հանրապետության վրա, իսկ Հայաստանի Հանրապետությունը կանդամակցի Եվրոպական միությանը կդառնա այն նույն անվտանգության համակարգի մաս, ինչ կունենա Եվրոպական միությունը։ Դա անվտանգությունը բազմաբաղադրիչ երևույթ է, դա ոչ միայն զինված ուժերն են, պաշտպանությունն է, այլ նաև տնտեսությունը, ժողովրդավարությունը, այլ ինստիտուտներ, որոնք ապահովում են համապարփակ անվտանգությունը։ Մենք ակնկալում ենք դառնալով Եվրոպական միության անդամ կամ ընթանալով այդ ուղղությամբ ստանալ այդ անվտանգության կամ մտնել այդ հովանու տակ, այդ հովանոցի տակ։ Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ։ Ես արդեն անդրադարձել էի եւ այսօր էլ կանդրադառնամ կատարողական ընթացքում, բայց Եվրամիությունը դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։ Մենք մեկնարկել ենք քաղաքական եւ անվտանգության երկխոսություն Եվրոմիության հետ, արդեն տեղի են ունեցել երկու նիստ, քննարկում ենք այլ ձևաչափեր այդ երկխոսության հովանու ներքո, որտեղ պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ պետք է աշխատանքներ սկսվեն։ Դրանով է պայմանավորված, որ այժմ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգություն առաջի անգամ այդ ոլորտը չկար ՍԵՊԱ-ում, հատկացված է մեծ մաս, առանձին գլուխ է այդ վերաբերյալ։ Իհարկե դրա հետ է կապվում նաև Եվրոմիության ընդհանուր եւ անվտանգային պաշտպանական քաղաքականության ներքո գործող առաքելությունների գործողությունները եւ այժմ պատրաստ է ստորագրության պայմանագիր, որը կստորագրվի առաջիկայում։
միաժամանակ իհարկե Եվրոմիության դիտորդները նույնպես ներդրում անվտանգության ոլորտում պետք է նույնպես դիտարկվի որպես կարևորագույն գործոն։ Վստահ եմ տեղյակ եք նաև, որ Եվրամիությունում լուրջ քննարկումներ են այժմ ընթանում, առավել ևս ամրապնդել այդ ոլորտը եւ նոր հեռանկարներ կբացի Եվրամիության հետ հենց այս ոլորտում համագործակցության համար։ Արձագանք կա, պարոն Գևորգյան։ Ես այնուամենայնիվ կուզենայի հստակեցում մտցնենք, որ մենք խոսում ենք, երբ որ անվտանգություն ենք ասում, նկատի ունենք Եվրոմիությունում ներքին կարգու կանոնի հետ կապված հիմնախնդիրները, թե այնուամենայնիվ Եվրոմիության պաշտպանական քաղաքականության հետ կապված հիմնախնդիրները, թե մենք հիմա փորձելու ենք հասկանալ, որ երբ որ ասում ենք անվտանգություն, նկատի ունենք նաև ԵՄ-ում ոստիկանության գործունեության չափորոշիչները եւ ստանդարտները, Եվրոմիությունում գործող տարբեր 27 երկրների բանակների զինված ուժերի գործունեությունը, իրանց ռազմաարդյունաբերական համալիրի աշխատանք եւ այլն։ Այնուամենայնիվ մենք ինչ ենք հասկանում, որովհետեւ ես անվտանգությունը շատ ընդգրկուն բառ է, այսպես ասենք, եթե ոչ եզրույթ, ես կուզենայի հասկանալ մենք Եվրոմիության հետ առավել ևս որ դուք նշեցիք հատկապես հիմա որ իրանք լուրջ քննարկումների մեջ են, որոնք ցույց են տալիս, որ որոշ կոմպոնենտներով իրանք չունեն այնուամենայնիվ անվտանգության ձևավորված միասնական համակարգ։ Կան ազգային ինչ-որ էլեմենտներ, ազգային բանակներ եւ այլն, բայց դրանք էլ կոորդինացնում եւ աշխատում են Եվրոմիությունից դուրս դեռևս, անցած անգամ էլ ես դա նշեցի, ՆԱՏՕ-ի շրջանակներում Եվրոմիության անդամ պետությունները համագործակցում են։ Հիմա այնուամենայնիվ, երբ որ մենք ասում ենք անվտանգություն, մենք որ հատվածն ենք հատկապես կարևորում, պաշտպանական, ռազմական, ներքին գործերի համակարգերի արդյունավետ գործունեությունը, սա բաց է մնում։ Հատկապես նորից ուզում նշել, որ իրենք դեռևս ինքնուրույն դեռ փորձում են հասկանալ իրենց ինչ է սպասելու եւ ինչ են անելու առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Մեզ բոլոր հարցերն են հետաքրքրում, դուք քվեարկեցիք գրեթե բոլոր ասպեկտները եւ պաշտպանության ոլորտում արդեն ունենք շատ կարեւոր կոնկրետ շոշափելի ծրագիր։ Դա եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու հնարավորությունն է, մենք երկրորդ հայտն ենք այժմ ներկայացրել այս թվականի համար եւ պաշտպանության նախարարության հետ ընթանում է բավականին ակտիվ աշխատանք։ Ներքին գործերին դուք արդեն նշեցիք մի շարք գործընթացներ, սկսած կիբեր անվտանգությունից, մեր ոստիկանական համակարգը եւ այլն։ Այսինքն օրակարգը շատ լայն է։ Եվրամիությունը այժմ քննարկում է ոչ թե ստեղծելու մասին, այլ ուժեղացնելու իրանց համակարգը։ Երկար տարիներ է, որ գործում են Եվրոմիության առանձին առաքելությունների մեխանիզմը անկախ ՆԱՏՕ-ից, երբեմն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ է դա եղել։ Այո, ընդհանուր անվտանգային քաղաքականության շրջանակներում եւ այստեղ խոսքը գնում է այդ ոլորտը առավել ամրապնդելու, քան թե նոր համակարգ ստեղծելու։ Պարոն Զեյնալյան, խնդրեմ, թե դիտարկում ունեք։ Չափազանց կարևոր հարցադրում եք անում եւ այն ինչ որ ձևակերպված է նախաբանում, այդ թվում նաեւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը։ Սա եւս անվտանգային բաղադրիչ է։ Ոստիկանության գործելակերպի չափանիշների համապատասխանեցում եվրոպական ստանդարտներին։ Սա եւս անվտանգային բաղադրատար է, որը շատ կարևոր է եւ կարևորում ենք նաեւ Հայաստանում դա։ Իրավունքի գերակայության ամրապնդումը։ Իր ողջ գործիքակազմով, իր ողջ ներկապնակով։ Միանգամայն իրավացի եք։ Սա եւս նպատակ է, որին պետք է Հայաստանի Հանրապետությունը ձգտի եւ փորձի հասնել։ Միանգամայն իրավացի եք, սրանք եւս մտնում են անվտանգային բաղադրատարի մեջ, բաղադրիչի մեջ։ Իհարկե, պարոն Գևորգյան, խնդրեմ։ Հաշվի առնելով այն ինչ որ նոր խոսեցինք, քննարկեցինք, ես էլ լսեցի, ես կուզենայի այնուամենայնիվ իմանալ, այսինքն այս օրենքի չընդունումը կամ այս օրենքի բացակայությունը որևէ ձևով խոչընդոտ հանդիսանում է այսօր կամ առաջիկա տարիներին այդ ձեր նշված ուղղություններով համագործակցության համար թե ոչ։ Այսինքն ինչն է խրախուսելու կամ ինչն է ավելացնելու, եթե ոչ միայն պայմանական ասած
աշխարհաքաղաքական առումով բարդություններ ստեղծելու այս օրենքի ընդունումը։ Այդ ուղղություններով ավելի վճռական, ավելի համապարփակ, ավելի ասենք նպատակադրված աշխատելու համար։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Զայնալյան։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չանդամակցեր Եվրոպայի խորհրդին, արդյոք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չէր նախատեսում այն նույն ստանդարտների ընդունումը եւ զարգացումը, ինչ որ կար Եվրոպայի խորհրդում։ Չէ՞ որ սահմանադրությունը դա նախատեսում է։ Սակայն Հայաստանի Հանրապետությունը երբ անդամակցեց Եվրոպայի խորհրդին, ընդունեց Եվրոպական դատարանի իրավազորությունը, նախարարների կոմիտեի գործունեությունը եւ անձնարարականները դրանք բազմապատիկ անգամ արագացրեցին Հայաստանի ժողովրդավարությունը, մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը եւ պաշտպանումը։ Դա անվիճելի է, չեմ կարծում, թե որևէ մեկը սրա դեմ կառարկի։ Այս օրենքի ընդունումը եւս պետք է արագացնի, սա բարձրացնում է պատասխանատվությունը։ Ես իմ ելույթում ազգային ժողովում նաև ասացի կամ հարցազրույցներից մեկում եմ ասել, սա կամքի գույքագրում է, ամրագրում է, պատասխանատվության ստանձնում եւ մեկնարկում։ Անշուշտ սա ավելացնելու է, մեծացնելու է արագությունը, պատասխանատվությունը, փոխադարձ վերահսկողությունը այս նպատակներին հասնելու համար։ Շնորհակալություն։ Այլ հարցեր չկան, պարոն Գևորգյան։ Կա արձագանքյան, որ Իհարկե։ պարոն Զեյնալյան, Եվրոպայի խորհուրդը անդրազգային կամ վերազգային կազմակերպություն չի։ Եվրոմիությունը վերազգային կազմակերպություն է եւ նրան անդամակցելու մեխանիզմներ սահմանադրությունով լրիվ ուրիշ դեպ է նախատեսված։ Դրա համար ըստ էության այդ համեմատությունը անելը կամ տանելը մի քիչ տեղին չէ, այսպես ասեմ։ Շնորհակալություն։ Այդտեղ կարծում եմ համեմատությունը ավելի շատ վերաբերում է ոչ թե վերազգայնությանը, այլ որևէ կառույցին անդամակցելուց այդ կառույցի նորմերից ազդվելուն, անկախ նրանից վերազգային է թե միջազգային, կարծում եմ դա այդ համեմատությունը, թե չէ ձեր ասած տարբերությունը կա Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ, դա ակնհայտ է։ Բայց այս դեպքում էր առավել եւս, եթե միջազգային կառույցից պետությունը ազդվում է, դրական իմաստով վերազգայինից առավել եւս ազդվում է հասկանալի պատճառներով։ Տիկին Գալստյան, դիտարկումներ, հարցեր ունեք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ուզում եմ պարոն Գևորգյանի նախորդ հարցին անդրադառնալ, քանի որ հարցը կրկնվեց, պատասխանը եւս պետք է կրկնեմ, որ հնչեցրել եմ նախորդ նիստին, եւ ես կարծում եմ դուք ոլորտին քաջատեղյակ եք եւ միջազգային կառույցների ԵՄ կառույցների աշխատավոճին էլ ծանոթ եք, քանի դեռ նախագիծ է, քանի դեռ օրենքի իրավական ուժ չունի այս նախաձեռնությունը փաստաթուղթը, պաշտոնական հայտարարություն լինել չի կարող, իսկ ոչ պաշտոնական ուղերձների մակարդակով մենք տեսնում ենք հայտարարությունների մեջ շեշտադրումների ընդգծում։ Նույն ԵՄ Հայաստան համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագրի երկրորդ արտագնանիստին, որին ես ներկա եմ եղել, դեսպանների կողմից հնչած ուղերձների մեջ քաղաքական շեշտադրումների որոշակի տարբերություն ես տեսնում եմ ու նաև ոչ ֆորմալ շփումների շրջանակներում ԵՄ դեսպանները մոտենում եւ հարցնում էին նաև այս նախագծի ուշացման պատճառի, ընդունման ուշացման պատճառի մասին, ինչ քննարկումների փուլում է, այսինքն հետաքրքրությունը եւ ուշադրությունը նախագծի նկատմամբ կա, բայց պաշտոնական հայտարարություն եկեք սպասենք նախագիծ ընդունի, օրենք դառնա, նոր կլինեն, սա է ուզում արձագանքել, իսկ անվտանգության մասով պարոն Զեյնալյանը նշեց, իսկապես ԵՄ խաղաղության գործիքակազմից օգտվելը, ԵՄ առաքելությունը Հայաստանում այս շրջանում ձեզ համար միթե ուղերձ չէր անվտանգային տեսանկյունից նաև թե նրանց դերակատարումը ինչ մեծ է եղել նախորդ տարվա ընթացքում սահմանային միջադեպերի նվազեցման գրեթե մենք չենք էլ նկատել նման միջադեպեր այս ընթացքում, այսինքն անվտանգությունը դուք ինչպես եք պատկերացնում, ճիշտ է նշեցիք, բայց մենք արդեն կունենք կոնկրետ օրինակ, ԵՄ առաքելությունը անվտանգության ինչպիսի մակարդակ է ապահովում իր այս կարճ ժամանակահատվածում դեռևս որևէ քաղաքական լուրջ գործընթաց չսկսած։ Շնորհակալ եմ։
Որ ստացվում է, որ հիմա ամբողջ հանձնաժողովին է արձագանքելու։ Ես Չէ, ուղղակի քանի որ ձեր անունը հնչել է, կարող եք ստիպված ես էլ պետք է արձագանքեմ։ Նախ մի քիչ իմ համար անհասկանալի է այդ դեպքում, եթե թեման բացում ենք, ինչից էին դեսպանները անհանգստացած, որ սենց 2-3 շաբաթով հետաձգվեց օրենքի նախագիծը։ Արդյոք Նման բան որևէ բան չի ասել։ Չէ, ասեց քիչ առաջ։ Այո, հետաքրքրվել էին, դե այտենց հնչեց, որ հա, ամենայն դեպս հետաքրքրվել են, ես ենթադրում եմ, որ նաև անհանգստացել են, այս ինչու հետաձգվեց եւ այլն։ Չէ, ձեր տրամաբանությամբ կստացվի ուրախացել էին։ Ձեր նախորդ ասացի տրամաբանությամբ։ Կլինի իմ ասած